երկար քննարկում ենք ունեցել նախագահի եւ պետնախարարի հետ։ Պայմանավորվածություն ենք ձեռք բերել, որ մոտակա օրերի ընթացքում դիմեն գլխավոր դատախազին, դիմեն քննչական կոմիտեին, դիմեն ԱԱԾ-ին, որ տենան որտեղից են ընդունելությունը կազմակերպում մեր եւ նախագահի հետ միասին մտնենք որ կառույցը որ մեր հրավերը կընդունի, որտեղից որ, այսինքն դիմողը լինելու է Արցախի ներկայացուցիչից են դիմելու, նախագահի անունից են դիմելու նամակով։ Պատասխանը ստանալուց հետո արդեն կհասկանանք որ կառույցում հանդիպումը կլինի, ձևաչափը պատրաստված է, ներկայացրել ենք ընդհանուր բոլոր խնդիրները կապված որ ոլորտի հետ է կապված է թալանը, որ ոլորտի մասին է խոսքը, որտեղից այն ինչը որ հասարակ քաղաքացին, այն ինչը որ մենք գիտենք, որտեղից ով ինչ ինֆորմացիա տիրապետում է բոլորը։ Ընդհանուր սարքած մի հատ պապկա ներկայացնելու ենք որ կառույցը որ մեզ ընդունի տվյալ կառույցին։ Ու ընդհանրապես ուզում ենք որ բոլոր կառույցների հետ հանդիպումը լինի ու անպայման նախագահի հետ միասին։ Ձևաչափով է լինելու, ասեցի քննարկել եք ինչ ձևաչափով է լինելու։ Այսինքն ձևաչափը ես շեշտեցի, լինելու է նախագահի եւ մեր նախաձեռնող խմբի ներկայացուցիչների հետ միասին գնալու ենք որ դատախազությունը կլինի, քննչական կոմիտեն կլինի, ԱԱԾ-ն կլինի, որը որ մեզ կընդունի գնալու։ Եթե չընդունեն ինչ եք անելու։ Եթե չընդունի հետագայի մասին արդեն կտեղեկացնենք։ Այս պայն չենք պատկերացնում որ չեն ընդունի, որտեղ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ամեն օր խոսում է կոռուպցիայից, ամեն օր ասում է որ դեմ են կոռուպցիային, այսինքն ես չեմ պատկերացնում որ չեն ընդունի։ Պարոն Սարգսյան, նախորդ անգամ ապրիլի 18-ին, երբ այստեղ հավաքված էիք, շատ վճռական էիք տրամադրված եւ կոչ էիք անում, որ հանրային ճնշմամբ դա լինի, գնաք, հավաքվեք դատախազության մոտ, Շահրամանյանի ներկայությամբ հանդիպում խնդրեք, հետ քայլ է արվել, այլևս դա ուժի մեջ չէ։ Չեք հանդիպել դատախազին։ Իհարկե, սպասեք հարցին պատասխանեմ։ Իհարկե հետ քայլ ընդհանրապես գոյություն չունի, ընդհակառակը, որպեսզի ժողովուրդը իմանան ավելի վճռական ենք տրամադրված, այդ ինքը արդեն վճռական քայլ է, որ մենք նախագահի հետ միասին եթում ենք ընդե։ Դրանից հետո, եթե մենք մեր նախաձեռնող խումբը կամ նախագահան որևիցե մի հատ հայտարարությունից արդեն դուք ժողովուրդը իմանալու է մեր վճռականության արդյունքը ինչի է հասել։ Իսկ կներեք նախագահի բարձաբանումները, որ այսքան մի քանի ժամ քննարկեցիք, ձեզ բավարարեց, ինչ-որ հարցերի պատասխաններ ստացաք։ Բարձաբանումները մենակ կարանք բավարարվենք տվյալ կառույցների հանդիպումից հետո։ Իսկ այդ հանդիպման մասով հիմա ինչ քայլեր են ձեռնարկում, ասեք մի քանի օր հետո։ Հանդիպման մասով նախագահան շատ շուտ մի քանի օրվա ընթացքում, 2-3 օրվա ընթացքում նամակներով դիմելու է ԱԱԾ-ին, դիմելու է քննչական կոմիտեին, դիմելու է Հայաստանի Հանրապետության դատախազությանը, որպեսզի տենան ով երբին ժամանակահատվածում է պատրաստ ընդունի մեզ, լսի, ստանան մեզնից մեր տեղեկացված ինֆորմացիան փոխանցենք տվյալ կառույցներին, որպեսզի հետագա ընթացքի մասին արդեն պահանջը լինի իրանցից։ Ինչ-որ ժամկետներ նշել եք։ Ինչ-որ ժամկետներ նշել եք այստեղ, մինչև երբ կարող են այդ նամակների պատասխաններին սպասել ձեր պատասխանները պետք է փոխանցեն տվյալ կառույցները, բայց ներկայացնելը նշել ենք, որ 2-3 օրվա ընթացքում։ Իսկ կազմավորված 10 հոգանոց խումբը փոփոխական է լինելու, թե այսօր ինչ կազմով այստեղ էիք, այդքանով եք բանակցելու։ Ինչու այստեղ չէր այսօր։ Կոնկրետ Արտուր Օսիպյանը այստեղ չի, որովհետև ծնողի հետ առողջական խնդիր կա։ Լուրջ հարց կա ոշում այդ հարցերով այս պահին ինքը, ինչը վերաբերում Արտուր Օսիպյանի մասով, ստե բոլորն էլ արտահայտվել են Արտուր Օսիպյանի կարծիքին համահունչ, որովհետև տվյալ մարդուն ես հանրային ձևով հայտարարում, անձամբ ես եմ զանգել Արտուր Օսիպյանին, խնդրել, որպեսզի գա եւ մեր հետ մասնակցի այս ակցիային։ Իսկ հիմա ասե 3-4 ժամ որ քննարկում եք, կոնկրետ ինչ եք Պարտակ Բեգլարյանի հետ նույն դատախազության մոտ ակցիաներ անում եք, դրանից հետո ապրիլի 18-ին հայտարարեցիք, որ անարդյունավետ էր, որովհետև պարզվել էր, որ թալանչիների հետ թալանի դեմ էիք պայքարում, հիմա այդ հայտարարությունը ձեր ուժի մեջ է թե չէ եւ հետ այսու եթե հանդիպումներ այդպես լինեն կարող է նորից նույն եզրահանգման գաք։ Միանշանակ ես այն կարծիքին եմ, որ թալանչոյ պետք չի գնալ թալանի հետևից, նու սենց ասեմ, այսինքն պետք չի ինչքանով չպետք, ինքը պետք չի որ առաջի դեմքով հանդես գա, ինքը կարա գանդե, այնքան սպասի մինչև իրան ընդեից բռնեն տանեն արդեն թալանի համար պատասխան պահանջը, տվյալ նշված անձը, Բեգլարյան Արտակը։ Թալանչիները ինքն այսքան Բեգլարյան Հարց է ստվել, թող մյուս լրագրողներն էլ հարցերը տան։ Ես եմ որոշում, ես ոնց եմ, մենք մեր Հիմա ես ուզում եմ մի հատ հարցել ինքը էլի տա։ Այսինքն դուք եք ուզում որ մենք հարց տանք, թե ոնց։
Եկեք մենք որոշենք, հա։ Հարց ենք տալիս, բարի եղեք հարցին պատասխանեք։ Ասեք։ Թալանչիները ովքեր են։ Թալանչիները հայտարարել եմ ստեից։ Այս դռների հետևից հայտարարել եմ։ Թալանչին, ով Արցախից։ Նիվարկյան պատասխանեմ էլի, ով Արցախից։ Այսինքն խոսում է ներդրումային հիմնադրամի, խոսում է քաղաքաշինության նախարարության, խոսում է գյուղնախարարության, բոլոր ոլորտների մասին էլ խոսում է գյուղաճակցության հիմնադրամի, այսինքն այդ բոլոր կառույցներից վերցրածը ինչը որ տեղափոխվել է Հայաստանի Հանրապետություն, այսինքն նայեք, խնդիր կա, մեծ խնդիր ունենք, որի մասին չենք խոսում, չենք քննարկում, պատճառը որն է, որ դրա մասին չենք քննարկում, նայեք, մենք ստե որտեղ որ էթում ենք, ինչ հարցով որ էթում ենք Հայաստանի Հանրապետության կառավարությանը խնդրում, ասում մեր ժողովուրդը հայտնվում է սոցիալապես վատ իրավիճակում, խնդրում ենք մի ձև տեր կայնեք, մենք այդ նույն ձեր ազգակիցն ենք, այդ նույն հայն ենք, այդ նույն կապույտ ազնագիր կրողն ենք։ Ու բացի դրանից Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է Արցախի Հանրապետության թե սոցիալապես, թե անվտանգային առումով երաշխավորը։ Այսինքն մենք որ էթում ենք ընդ մեկ էլ տենում ես տակը, ասենք տվյալ թեկուզ դու քո իսկ գնացած վիդեոն որ նայում ես, մարդ ես ինտերնետում շոշափում է, էլի, տենում ես տակը մեր հայաստանաբարակ բնակ քույրերն ու եղբայրները գարառում են կատարում։ Գնացեք ըստեից, գնացեք ընդեից, գնացեք պրծնեմ պատասխանեմ։ Չեք կարծում, որ դա իշխանությունների կողմից, ԿՊԱ-ների կողմից ուղղորդվում են այդ կոմենտները։ Ոչ։ Բա ինչ։ Իրանց կողմից տատելություն Ես տենում եմ իմ հալալ հորքուրիս աղջիկը էտի գրել է։ Ես ոնց ուտես կարամ պատկերացնել։ Հորքուրի մորքուրի եւ դիմացինի հորքուրի մորքուրին եք մեղադրում, բայց ներկայիս իշխանությանը չեք մեղադրում։ Ներկայիս իշխանություն ոչ մի իշխանության հասցեի այս պահի դրությամբ արտահայտություն չի արվում։ Իշխանության հետ կապված իմ level-ը չի պատկանում դրան, որ ես իշխանության հասցեին որևիցե մի հատ արտահայտություն անեմ։ Պատկանում է հորքուրի մորքուրի եւ դիմացինին վիրավորելով։ Ոչ վիրավորելուն։ Ես կյանքումից թույլ չեմ տա ոչ մի հորքուրի, ոչ մի մորքուրի վիրավորել։ Կազմում եք Արցախի Հանրապետության անվտանգ եւ իշխանություն ունի կառավարությունը, ուզեք թե չուզեք կանոններ տակ, մուրճը իրենց ձեռքում է, մեղը իրենց ձեռքում է։ Այսինքն հասցեատերը նրանք են, ինչքան էլ շարքային քաղաքացիների վրա բարդեք եւ այլն։ Հիմա դուք պատրաստվում եք ճիշտ հասցեատիրոջը դիմել, ճիշտ հարցադրումներով։ Այսինքն ո՞նց եք պատկերացնում, եթե մենք ուզում ենք դիմենք Հայաստանի Հանրապետության դատախազություն, քննչական կոմիտե, ԱԱՑ Դաշի հարցեր կան։ Հարց կա։ Վճռականությամբ ինչու չեք գնում կառավարության մոտ կամ նույն դատախազության մոտ։ Ինչն է ձեզ խանգարում։ Այն վճռականությամբ, որ եկել եք այստեղ, ամսի 18-ին, ինչու այդ նույն վճռականությամբ չեք գնում դատախազություն, կառավարություն, հատուկ քննչական կոմիտե։ Ուժեղ վճռական ձևով ենք եթալու, հաստատ իմացեք եթե։